Բարի երեկո, դեկտեմբերի 9 կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, ինչ այդ երևույթի մասին եւս մեկ անգամ խոսելու առիթ է։ Հավանաբար յուրաքանչյուրս էլ երբևէ ունեցել է գումար առաջարկելու կամ վերցնելու գայթակղություն։ Խոսքը այն մասին չէ, շատ կամ քիչ եւ անգամ այն մասին չէ, արդյոք այդ գայթակղությանը ենթարկվել ենք թե ոչ։ Խոսքը այն մասին է, որ այդ երևույթը բավական խորն է նստած մարդու էության մեջ եւ ցանկացած պատեհ առիթի դեպքում կարող է դրսեւորվել։ Առավել եւս, որ կոռուպցիա ասվածը վաղուց արդեն չի սահմանափակվում միայն գումար առաջարկելով կամ վերցնելով, թե դրա դեմ պայքարում ինչ արդյունքներ ունենք Արցախում, միջանկյալ տեսանյութն է պատմելու։ 2003 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Transparency International կազմակերպության օրերս հրապարակած զեկույցի համաձայն կոռումպացվածության մակարդակով Հայաստանի Հանրապետությունը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 11 կետով եւ 177 երկրների թվում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Արցախում այդ երևույթի դեմ պայքարի արդյունքները պատասխանատուները հայաստանյան ցուցանիշների հետ են համեմատում եւ վստահեցնում, տարիների հետ ձեռքբերումները ավելի նկատելի են դառնում։ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշները ոստիկանության ներկայացուցիչն է թվարկում։ Տնտեսական եւ պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը անմասն չի մնում այս ուղղությամբ կազմակերպող լայնածավալ աշխատանքներից։ 2013 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել եւ գրանցվել է տնտեսական եւ պաշտոնական բնույթի 72 հանցագործություններ, որոնցից 61-ը կամ ընդհանուր 75%-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։ Հայտնաբերված 72 հանցագործություններից 36-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, որոնք հայտնաբերվել են հաշվետու տարում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 42-ի դիմաց։ Գերակշռող մաս են կազմում յուրացման եւ վատման փաստերը, ինչպես ուղղված պետական սեփականության, այնպես էլ անձնական սեփականության դեմ, վաշխառության դեպքերը, պաշտոնական հանցագործություններից պաշտոնական կեղծիքի, պաշտոնական լիազորությունների չարաշահելու անցնելու փաստեր։ Ընդհանուր առմամբ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի մեր հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություն։ Կոռուպցիա անվանտակ ներառված են 3 տասնյակից ավելի հանցատեսակներ։ Այս տարվա ընթացքում արձանագրված դեպքերի թվում են յուրացնելն ու վատնելը, պաշտոնական դիրքն օգտագործելով նույն հանցանքը խոշոր չափերով, հարկերի եւ պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը, պաշտոնական կեղծիքը եւ այլն։ Ըստ ոլորտների արդեն տարիներ շարունակ առաջատարը մնում է կրթության բնագավառը։ Այս տարի էլ այդ դառնումով փոփոխություններ չեն արձանագրվել։ Արձանագրված կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություններից 8-ը կրթության ոլորտից են, 7-ը տեղական ինքնակառավարման համակարգից, 5-ը տնտեսական գործունեության ոլորտից, 3-ը մշակույթի եւ 2-ը սպորտի բնագավառից։ Փոխնախարարի պաշտոնում երկար տարիներ թրծված կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասարյանը չի ժխտում։ Վիճակագրությունը իսկապես իրենց դեմ է խոսում։ Համատարած հսկողությունը կրթության ոլորտում գրեթե անհնար է համարում։ Երևի ամենամեծ ոլորտներից մեկն է եւ այսպես ասած ոլորտի եւ մասնակիցների առումով եւ աշխատատեղերի առումով եւ հասկանալի է, որ ինչ որտեղ որոշ քանակություն ես կասեի, որ հիմնականում վարչական տիպի խախտումներ են մեր մոտ ստուգումների ժամանակ արձանագրում, որոնց մի մասը, ասենք, օրենսդրական դաշտի չիմացության հետևանք է, մի չնչին մասը նաև, ասենք, թե պետական միջոցների հափշտակման երևույթները։ Նախարարն ընդգծում է, վիճակագրությունը ոչ իրենց օգտին հարստացրած դեպքերի մի մասում ոչ այնքան դիտավորությունը, որքան օրենքին հարկ եղած մակարդակով չտիրապետելն է որոշիչը եղել, վստահեցնում է իր պրակտիկայում նման դեպքեր շատ է հանդիպել։ Արձակուրդայինների կամ, ասենք, ֆիզիոլոգիական արձակուրդների հաշվարկների մեջ որոշակի սխալներ է թույլատրում, կամ ասենք նախատեսված է աշխատողների համար սահմանված դուրիքաչափեր, այդ դուրիքաչափերից, ասենք, ավել վարձատրություններ են կատարվում եւ բոլոր դեպքերում նման փաստերը բացահայտվելուց այդ գումարները եթե վերադարձում պետական բյուջե։ Վերջին տարիներին կրթության համակարգում կատարված բարեփոխումները ակամա նաեւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն են նպաստել։ Օրինակ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար արդեն անիմաստ է դարձել անօրինական վճարումներ կատարելը։ Իրավաբանական բառապաշարով մոտավորապես այսպես է բնութագրվում հայտնի մաղարիչը։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մենք ընդունության քննությունները վերացրինք, այսինքն ընդունությունը կատարվում է միայն
ասենք սովորողի ատեստատում ունեցած գնահատականների հիման վրա։ Նույն բարեփոխումները գրեթե զրոյական են դարձրել նաև բուհական ընդունելության քննությունների ժամանակ գումար տալու կամ վերցնելու արդյունավետությունը։ Կրթության եւ գիտության նախարարը դա միասնական քննություններին անցնելու կարևոր արդյունքներից մեկն է համարում։ Միասնական քննությունները գտնվում են նախարարության անմիջական հսկողության տակ եւ այստեղ հնարավոր չէ պարզապես չկան այնպիսի մեխանիզմներ, որ ինչ որտեղ կարողանան օգնություն ցուցաբերել ու դրա դիմացել, ասենք թե ինչ որ միջոցներ հապշտակել։ Կրթության ոլորտի պատասխանատուները դեռ շարունակում են ռիսկայնության գոտում տեսնել բուհական ընթացիկ քննությունները։ Այստեղ մարդկային գործոնի ազդեցությունը չեզոքացնելու մեխանիզմները դեռ փորձարկման փուլում են։ Սուբյեկտիվության գործոնը հավանական էր համարվում նաև համակարգում աշխատանքի ընդունվելու պարագայում։ Բարեփոխումները նաև այս ուղղությունն են ընդգրկել։ Նախարարությունը կարգ է մշակել, որը հաղթահարողները միայն կարող են համակարգում աշխատելու հավակնություն ունենալ։ Կարգը հենց Ստեփանակերտում են փորձարկել եւ արդյունքներից դժգոհ չեն։ Ստեփանակերտի նախադպրոցական խմբերում աշխատանքի ընդունելու համար հայտարարվեց մրցույթ ըստ դպրոցների եւ ասեմ, որ մոտավորապես 78 հոգի դիմել էին մասնակցելու այդ տեղերի մրցույթին։ Եվ ոչ մի մենք դժգոհություն մրցույթի անցկացման մասին չենք ստացել։ Այն ինչը չի փոխվել կրթության համակարգում դպրոցներում հաշվապահության բացակայությունն է։ Մեծ ծավալներով պայմանավորված կրթական հաստատություններում իրավիճակի մշտական վերահսկողության հաստատեցումը, խոսքը կոռուպցիոն երևույթներին նպաստող պայմանների մասին է։ Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար պետք է հստակ մեխանիզմներ գործեն եւ եթե ասենք օրենսդրական կամ տվյալ պարագայում տվյալ երևույթի իրականացման համար պայմանները նպաստում են նման երևույթներին, պետք է սկսել դրանից։ Կոռուպցիոն դեպքերի թվով առաջատարների թվում մնացող տեղական ինքնակառավարման համակարգի համար եւս այդ առումով շատ բան չի փոխվել։ Մեծ թվով համայնքներ բոլորին եւ մշտապես վերահսկելու անհնարինություն, որպես կանոն թիմ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին ոչ լիարժեք տիրապետում, այնպես որ հուսալ թե մոտ ապագայում այս առումով փոփոխություններ կլինեն, իրական հիմքեր չկան։ Առողջապահության ոլորտում այս տարվա 9 ամսվա պաշտոնական տվյալներով կոռուպցիոն բնույթի հանցագործություններ չեն հայտնաբերվել, փոխարենը նախորդ տարիներին եղել են առաջատարների շարքում։ Գուցե առաջին տեղերում չլիներ, ուղղակի դա աշխատանքի յուրահատկությունից ելնելով, հաշվի առնելով, որ առողջապահությունը, ինչպես նաև կրթությունը եւ նույն տեղական ինքնակառավարման մարմինները, դրանք այն ոլորտներն են, որոնց հետ առնչվում է համարյա բնակչության բոլոր խավերը, բոլոր տարիքային խմբերը, մի խոսքով ողջ բնակչությունը կարող ենք ասել։ Համակարգում տարիների իր փորձին հղումանելով նախարարը թվարկում է այդ երևույթին նպաստող պայմանները, աշխատավարձերը ցածր են, բարձրացումը վերջին տարիներին է սկսել, համակարգը մեծ է, բազմաշերտ, ինչը հսկողության իրականացման արդյունավետությանն է խոչընդոտում։ Ամեն դեպքում իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստում, փորձելու են հարցին համակարգված լուծումներ տալ, մոտ ապագայում գոնե տեսական մակարդակում նորություններ կլինեն։ Կա խումբ, որ հենց հանձնարարված է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը ուղղված ծրագիր մշակի։ Մինչ այդ օգտագործում են ունեցած գործիքները, համապատասխան գործակալությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում, երբեմն էլ նախարարն է իր նախաձեռնությամբ անսպասելի այցեր կատարում, հանդիպում հիվանդների եւ նրանց հարազատների հետ։ Պատկերացրեք, բացարձակապես ոչ մեկը ոչ մի դժգոհություն չի ուզում ներկայացնել։ Իհարկե մենք համոզված ենք, որ դա ճշմարտությունը չի, բայց իրականությունը այդպես է, իսկ ինչպես ով պետք է օգնի, որ մենք կարողանանք բացահայտել նման դեպքերը։ Առայժմ բացահայտումների ոչ թե առյուծի, այլ գրեթե ողջ բաժինը իրավապահ մարմիններին է հասնում, սակայն հանրապետության անգամ ամենաիրազեկված պաշտոնյաներից մեկն է կարևոր համարում հասարակության նախ վերաբերմունքը կոռուպցիա կոչված երևույթի նկատմամբ եւ ապա օժանդակությունը դրա դեմ պայքարում։ Վերլուծելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները կարելի է ասել, որ հասարակությունը ոչ այնքան ակտիվ է, կարևորում եմ հասարակության լայն մասնակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, գիտակցումով, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը ոչ միայն իրավապահ մարմինների խնդիրն է, այլ համընդհանուր խնդիր է։ Այդ նպատակով էր, որ մենք օրինակ հիվանդանոցներում արկղներ տեղադրեցինք, որ անանուն նամակներով գոնե ինֆորմացիա ունենան։ Կասեի ոչ, արդյունք չտվեց։ Թեժ գծի հեռախոսահամարը մեր սայտում էլ կա եւ ամենտեղ մենք ասում ենք հեռախոսազանգ
եզակի դեպքերում ենք ստանում, կարող է ամիսը 2 կամ 1 հեռախոսազանգ լինի, օրինակ։ Թեմայի շուրջ ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Սերգեյ Ստեփանյանի հետ ենք զրուցելու, ով համակարգում է կոռուպցիոն կազմակերպված սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտը։ Բարի երեկո, պարոն Ստեփանյան, շնորհակալություն զրույցի հրավերը ընդունելու համար։ Բարի երեկո։ Առաջին հայացքից բավական պարզ թվացող կոռուպցիան ավանդակ 3 տասնյակից ավելի հանցատեսակներ են ներառվում։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից, որոնք են ավելի հաճախ արձանագրվում մեր հանրապետությունում, եւ ովքեր են գերակշռում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների սուբյեկտների թվում։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ նշեմ, որ կոռուպցիոն բնույթի հանցատեսակները սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի համապատասխան հրամանով հաստատված ցանկով, դրանք 31-ն են։ Գործող քրեական օրենսգիրքը չի նախատեսում առանձին այդպիսի գլուխ կոռուպցիոն հանցագործություններ։ Դրանք կարող են լինել սեփականության դեմ ուղղված, տնտեսական գործունեության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ։ Ով կարող է լինել սուբյեկտ կոռուպցիոն հանցագործության 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձ, սակայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների զգալի մասի համար պարտադիր պահանջ է հատուկ սուբյեկտի պաշտոնատար անձի կարգավիճակը։ Հարցի երկրորդ մասին մեր մոտ առավել հաճախ կոռուպցիոն բնույթի որ հանցատեսակներն են արձանագրվում, պատասխանեմ, որ մեր պրակտիկայում առավել հաճախ արձանագրվում են պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացման եւ վատման եղանակով հափշտակությունները։ Ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով կոռուպցիոն բնույթի արձանագրված 25 հանցագործությունից 11-ը նշված հանցատեսակներն են։ Այս հանցագործությունների դեմ պայքարում դատախազությունը բնականաբար նաև գործընկերներ ունի պետական կառույցների թվում։ Իհարկե, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը իրականացվում է ընդհանուր հանցավորության դեմ պայքարի շրջանակներում եւ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը ապահովելու նպատակով դատախազությունը համագործակցում է հանրապետության մյուս իրապահ մարմինների, այսինքն ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, հարկային պետական ծառայության հետ, ինչպես նաև ԼՂ վերահսկիչ պալատի հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում մենք նաև իրականացնում ենք իրենց հետ պրակտիկ շփումներ։ 2013 թվականի հունվար-սեպտեմբերին կոռուպցիոն բնույթի հանցագործության 25 դեպք է արձանագրվել։ Մոտ 150,000 բնակիչ ունեցող Արցախի համար այս թիվը մեծ է թե փոքր։ Կոռուպցիայի դեմ պայքարի դրվածքը ինչպես է գնահատում։ Ընդհանուր հանցավորությունը գնահատելիս պետք է արձանագրել, որ մեզ մոտ այդ առումով վիճակը մի քանի անգամ ավելի լավ է, քան ասենք մյուս երկրներում։ Ես հիշում եմ անցյալ տարի աշնանը մեզ մոտ էր Ուկրաինայի Հանրապետության Լուգանսկի մարզի շրջաններից մեկի դատախազը եւ երբ որ մենք զրուցում էինք, մտքեր էինք փոխանակում, գնահատում էինք ընդհանուր հանցավորության վիճակը մեզ մոտ, իրենց մոտ եւ միասին հաշվարկեցինք հանցավորության միջին գործակիցը, այսինքն գրանցված հանցագործությունների թիվը 10,000 բնակչի հաշվարկով, ապա մեզ մոտ ստացվեց ավելի քան 3 անգամ քիչ, քան իրենց երկրում։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցատեսակներին, ապա ես կարամ նշեմ, որ նշված հանցագործությունների վերաբերյալ 2013 թվականի 9 ամսվա կտրվածքով մենք ունենք 15 դեպքով նվազում, եղել է 40, դարձել է 25, դա մոտարապես 37-38% նվազում է, որը բավականին զգալի է։ Պետության հասցված նյութական վնասը նվազել է 14 միլիոն դրամով, դա մոտարապես նվազումը 1/4-ով է, եւ հանցագործությունների, կոռուպցիոն հանցագործությունների տեսակարար կշիռը ընդհանուր հանցագործությունների թվում կազմում է մոտարապես 7%, այսինքն 14 հանցագործությունից մեկն է, որ կոռուպցիոն բնույթի է։ Եվ կարևորը, որ մենք ունենք կազմակերպված հանցավորություն։ Դա ամենը ինչի մասին է վկայում, որ մեր հասարակությունում ընդհանրապես կոռուպցիոն դրսևորումները մեծ չեն եւ շարունակում են նվազել։ Օրինակ, մեր վերջի 3 տարվա վերլուծությունները ցույց են տալիս, որ 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականին մենք արձանագրել ենք
կոռուպցիոն հանցագործությունների կտրուկ աճ, ավելի քան 2 անգամ։ Դա պայմանավորված էր հանրապետության իրավապահ մարմինների համատեղ առավել ակտիվ աշխատանքով, քանի որ նշված բնույթի հանցագործությունները կրում են լատենտային քողարկված բնույթ եւ խնդիրը կայանում էր դրանց բացահայտմանը։ Իսկ 13 թվականի 9 ամսվա կտրվածքով ես ինչպես նշեցի, մենք արձանագրել ենք զգալի նվազում, ինչը տրամաբանական է, որպես ինչպես նշեցի, իրավապահների համատեղ առավել ակտիվ աշխատանքի արդյունք։ Կոռուպցիոն հանցագործությունների թվով առաջատարները շարունակում են մնալ կրթության եւ տեղական ինքնակառավարման ոլորտները, իսկապես այդ ոլորտներում ռիսկերը մեծ են, թե այնուամենայնիվ դրանց նկատմամբ հասարակության եւ պետական մարմինների ուշադրությունն է մեծ։ Ես կասեի եւ առաջինը, եւ երկրորդը։ Գիտեք, կրթության ոլորտում միշտ էլ մեծ են եղել կոռուպցիոն ռիսկերը։ Եվ մյուս կողմից, ու դա բնական է, նշված բնակավարը միշտ էլ եղել է ու կա մեր պետության հասարակության կողմից հատուկ ուշադրության տակ։ Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա այստեղ էլ կան որոշ պատճառներ, մի կողմից կապված համայնքներում բազմաբնույթ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ, մյուս կողմից, քանի որ համայնքները ստանում են պետությունից բավականին զգալի չափով դոտացիաներ եւ բնական է պետության կողմից դրանց ծախսը չի կարող չլինել ուշադրության ներքո։ Կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու կոչերը հասարակությունից են հնչում, սակայն եթե 2013 թվականի ցուցանիշներն ենք դիտարկում, արձանագրված դեպքերի բացահայտման հարցում շատ փոքր տոկոսում է որևէ կերպ արտահայտված ֆիզիկական անձի կամ այլ կերպ ասած նույն հասարակության անդամի մասնակցությունը, ինչի մասին է խոսում այս ցուցանիշը։ Կիրավացի եք, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գրեթե բացառությամբ բացահայտվում են իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ աշխատանքի արդյունքում կամ նախաքննության ընթացքում քրեական գործերի շրջանակներում։ Քաղաքացիների հասարակության մասնակցությունը շատ պասիվ է։ Դա պայմանավորված է մեր հասարակության որոշ խավերի ցածր իրավագիտակցության հետ, ու նաև կան որոշ հոգեբանական դրսևորումներ, դա իմ գործը չի, դա ինձ չի վերաբերվում, եւ քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը նույնիսկ հանգեցնում է տհաճ դեպքերի։ Օրինակ, ներկայությամբ մենք ոստիկանության քննչական վարչությունում ունենք քրեական գործ նախաքննության փուլում, որով դատավարական ղեկավարումը իրականացնում ենք մենք, գլխավոր դատախազության համապատասխան բաժինը։ Դեռ նախաքննությունը ավարտված չի եւ բնականաբար ելնելով նախաքննության շահերից ես բոլոր փակագծերը չեմ բացելու, բայց նշեմ, որ ոմն անձ, նույնիսկ ոչ մեր հանրապետության քաղաքացի, ներկայանալով իբրև իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյա, օրդված ճակերտներում մեծ կարողություններով, մեր քաղաքացիներից բավականին մեծ գումարներ է ստացել, մեկին, ասենք, բարեկամին իբրև պատժից ազատելու համար, մյուսին իրավապահ մարմիններում աշխատանքի դասավորելու համար, երրորդին իբրև բարեկամին քրեական գործով վիճակը բարելավելու համար։ Եվ մեր քաղաքացիները շուտով հասկանալով, որ պարզապես դարձել են հանցավոր տարի զոհ, նոր դիմել են իրավապահներին, չհասկանալով, գուցե մի մասը արդեն գիտակցելով, հասկանալով, որ հենց իրենց արարքներում արկա է հանցագործության հատկանիշներ կապված կաշառք տալու հետ։ Իհարկե, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը միայն վերապահել հանրապետության իրավապահ մարմիններին կամ առանձին պետական կառույցներին ճիշտ չէ։ Եվ մենք ակնկալում ենք մեր հասարակության քաղաքացիների ակտիվությունը։ Գուցե մեր քաղաքացիների пассивությունը մասամբ նաև նրանով է պայմանավորված, որ այդ հանցանտեսակի ու դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին սովորաբար խոսում ենք առանց կոնկրետ օրինակների, անունների եւ դեմքերի, ինչպես է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության աշխատանքների թափանցիկությունը։ Տվյալ դեպքում մենք կարևորում ենք ԶԼՄ-ների հետ մեր համագործակցությունը եւ պետք է նշել, որ հատկապես վերջի տարիներին այդ կապերը բավականին ամրապնդվել են եւ հետագայում էլ մենք ձգտելու ենք այդ համագործակցությունը դարձնել աշխատավոճ։ Բացի դրանից նախաքննության ընթացքում քրեական գործերով նախաքննության մարմինի
կողմից, դատախազի կողմից որպես կանոն վեր են հանվում հանցագործությանը նպաստող պայմանները ու դրա ծնող պատճառները եւ ներկայացնում են միջնորդագրեր դրանց վերացնելու հանրականով, որոնց քննարկումները եւս նպաստում են հրապարակայնությանը։ Բացի դրանից մենք նաեւ լուրջ ուշադրություն ենք դարձնում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները, քրեական գործերի ընթացքը, շարժը, դրանց արդյունքները մեր դատախազության ինտերնետ կայքի միջոցով հասարակությանը իրազեկելու գործընթացը։ Այս դեպքում էլի մի նրբություն կա, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքում նյութական վնաս կրող հիմնական կողմը սովորաբար պետությունն է լինում, իսկ պետական շահերը պաշտպանելու առանձնապես մեծ ակտիվություն մենք չունենք։ Իրականում ինչպիսի չափերի է հասնում պետությանը հասցված նյութական վնասը։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով վնասը կարող է պատճառվել ինչպես պետությանը, այնպես էլ իրավաբանական ֆիզիկական անձանց։ Բայց մեր պրակտիկայում մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նշված հանցագործություններով հիմնականում նյութական վնասը պատճառվում է պետությանը։ 2015 թվականի 9 ամսվա կտրվածքով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 41 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 55 միլիոն դրամի դիմաց։ Մենք ձգտում ենք նույնիսկ դեռ նախաքննության փուլում վերականգնենք պետությանը հասցված վնասը եւ հիմնականում դա մեզ հաջողվում է։ Այսինքն քրեական գործերի շրջանակներում նախաքննության փուլում առաջնահերթ խնդիրը պետությանը հասցված վնասը վերականգնելու գործընթացն է։ Ես նույնիսկ նշեմ, որ առանձին տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի առանձին հանցակազմերով օրենսդիրը նախատեսել է այսպես կոչված խրախուսման նորմ, երբ որ մեղավոր անձանց կողմից պետությանը պատճառված վնասը լրիվությամբ վերականգնելու դեպքում նախաքննության մարմինը պարտավոր է դադարեցնել քրեական հետապնդումը։ Մենք ունեինք տենց օրինակ, տենց դեպք 2012 թվականի սկզբներին ԼՂ հարկային պետական ծառայության քննչական բաժնում քննում էր քրեական գործ, կապված մեր հարկային մարմիններում գրանցված մի ընկերության տնօրենի կողմից հաշվետվությունների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն հարկերից խուսափելու փաստի առթիվ։ Այն ժամանակ ես հիշում եմ, որ պետությանը պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 25 միլիոն դրամ եւ մեղադրելի կողմից դեռ նախաքննության փուլում նշված վնասը պետբյուջե լրիվ վերականգնել է եւ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այսինքն առանձին դեպքերում մեր խնդիրը ոչ թե պատժելն է, պարտադիր պատժելն է, այլ պետության հասցված վնասը վերականգնելը։ Գուցե նաև նման խրախուսումների արդյունքում ժողովրդի մեջ կարծիք է տարածված, որ կոռուպցիայի հարցերով եթե պատասխանատվության է ենթարկվում, ապա միայն ստորին օղակի չինովնիկը, իսկ միջին առավել եւս բարձր օղակը անգամ արդարադատության համար է անհասանելի մնում։ Այդ առումով ինչ է ասում ձեր երկարամյա պրակտիկան։ Գիտեք, ես միայն կարող եմ նշել, որ մենք ապահովում ենք օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Կրկնահանցագործությունների մասին խոսենք, նման դեպքերը ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններում։ Կոռուպցիոն հանցագործությունների պարագայում մենք կրկնահանցագործության, այսինքն ռեցիդիվի դեպքեր չենք արձանագրել։ Մեր պրակտիկայում չկան։ Որոնք են լինելու այս ոլորտի առաջնահերթությունները առաջիկա տարիներին։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը իհարկե չի սահմանափակվում միայն այդ հանցագործությունները ի հայտ բերելը, քրեական գործեր հարուցելը, մեղավորներին պատժելը, այստեղ նաև մեծ նշանակություն ունի նաև պրոֆիլակտիկան, այսինքն հասարակությունում կոռուպցիոն դրսևորումների վաղ հայտնաբերումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, սուբյեկտիվ գործունը հնարավորինս բացառելը եւ այդ ուղղությամբ մենք դեռ աշխատելու ենք։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Բարի գիշեր։